Իրական, մի ներողություն, մի վարքյան, պատրաստենք։ Չէ, առայժմ չէ, կարծում եմ 10-15 րոպեից արդեն պարզ կլինի։ Ինչ էր կատարվում ներսում։ Իրավական ընթացակարգ եղադրանք առաջադրվեց Սրբազանը, Բագրատ Սրբազանների պաշտպանյալը եւ պարոն Խուդոյանի, խնդրում եմ եկեք պարոն Խուդոյան, մեր երկուսով ստանձնել ենք Սրբազանի պաշտպանությունը։ Պարզ է, որ անհասկանալի է, ավելի շատ լավ հասկանալի է ինչ է կատարվում, հերթական քաղաքական հետապնդումն է, որը ունի, կարծում եմ, էական լուրջ նպատակ պարզացնելու ընդդիմությանը, թույլատնելու ընդդիմությանը, ձերբակալելու բոլոր ակտիվ գործիչներին, թե ինչ նպատակով ժամանակացույց կտա, կարծում նպատակներից մեկը կլինի եկեղեցու վրա արդեն ավելի ուժեղ ոտնձգումը։ Այս ամենը համարում ենք եւ մենք փաստաբաններս եւ մեր պաշտպանյալը Բագրատ Սրբազանը քաղաքական հետապնդման դրսևորում։ Ձայնագրություններ են հրապարակել, գնդակահարել, մի քանիսին փակել, բնաջնջել, այս ձայնագրությունները։ Ես անկեղծ ասած, տեսեք, այսպիսի մի խտրական իրավիճակում ենք հայտնվել մենք փաստաբանական խումբս, մենք շատ բաներ իմանում ենք Civic Game-ից եւ այնտեղ ներսում կարդալով եւ մեզ արգելվում է որոշակի նախաքննական գաղտնիքից ելնելով որոշակի լուրեր ձեզ։ Այսինքն նախաքննական մարմինը կոնկրետ լրատվամիջոցը հայտարարություններ տարածում են, բայց փաստաբաններին արգելում են խոսել։ Այո, հենց դա եմ ասում, որ շատ անարդար իրավիճակում ենք մենք, ոչ հավասար պայմաններ է կարելի ասել, եւ նույնիսկ դեռևս բաներ կա, որ այնտեղ հենց մեզ չէին ներկայացրել այդ նյութերը, մենք արդեն Civic-ից կարդացինք եւ տեղեկացանք ինչ ենք ստանալու հաջորդը։ Հոդվածներով է անցնում Բագրատ Սրբազանը ըստ մեղադրանքի։ Այն հոդվածներով ինչով որ քննչական կոմիտեն արդեն հայտարարել է, ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ, իշխանության բռնազավթում, ծիծաղելի հոդվածներ, տվյալ դեպքում հաշվի առնելով անձանց ժամանակացույց կտա։ Այսինքն պլանը գցեցին ընդդիմության գրպանը։ Դե այդ պլանը երեք որ հրապարակվել էր, պարզ էր, որ այդ պլանը գցվելու է ընդդիմության գրպանը, թե ինչ ֆորմատով այսօր արդեն երևաց։ Քննչական կոմիտեն նկարներ է հրապարակել ձեր զինամթերքը որտեղ է։ Ես Սրբազանի տանը գտնվել եմ, որևէ այդպիսի բան չի հայտնաբերվել, բայց մի հետաքրքիր տենց ծիծաղաշարժ նկար տեսա, այնտեղ զենքի նկար էր հրապարակած, կողքը զենքի թույլտվության վկայականը, այսինքն պարզ է, որ այդ զենքը ինչ որ մեկինն է, որ ես գիտեմ ավելի ճիշտ մանրամասները ումն է, բայց այս բան չասեմ, գիտեմ, որ ինչ որ մեկինն է, որը օրինական այդ զենքի թույլտվությունը ունի, սակայն այդ ֆարսի համար պետք է այս պահին այդ անաչառ դիտորդի մոտ ազդեցություն գործելու համար տարածել այս նկարը, որ տեսեք զենք զինամթերք, ծիծաղելի է այդ ամենը, էլի։ Պարոն Հարությունյան, 24 ժամյա ռեժիմով ձերբակալվել են, 24 ժամվա ընթացքում պետք է տանեն դատարան, կալանքի միջնորդություն է ներկայացվելու։ Սրբազանին կալանավորել։ Այո, կարծում եմ հենց առաջնային իրենց գերխնդիրը բացի հասարակության մոտ այսպիսի տպավորություն ստեղծելուց զատ, երկրորդ կարևորագույն խնդիրն է կալանքի միջոցով մեկուսացնել այն անձանց, այն գործիչներին, որոնք հեղինակություն են վայելում եւ որոնք կարող են այս պահի դրությամբ առաջիկա մարտահրավերների պարագայում ինչ որ առումով ընդվզեն կամ ինչ որ առումով իրենց դժգոհությունը հայտնեն։ Պարոն Խուդոյան, դուք ուներ Բագրատ Սրբազանը։ Շատ լավ էր տրամադրությունը, ձանձրանում էր եւ հումորով էր վերաբերվում, չէ, ինքը մեզ չի լսում։ Պարոն Խուդոյան, խնդրում եմ շարունակեք։ Շատ կարևոր հարցում կանեմ, որ ձեր աչքի գնացեք էլի։ Հա։